Բարևձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գետնորեն գաղորդենք լուրերը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ժամանեց Բոլիս, Օրոտագայանին մեջ թիմավորվեցավ արտաքին գործոս փոխնախարար Բերիս Հեքինջիի կողմէ։ Փաշինյանին գերակցեցան արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան, ազգային ժողովի փոխնախագահ, հայ եւ թուրք հարաբերություններու հայաստանցի բանակնած Ռուբեն Ռուբինյան եւ արտաքին գործոս փոխնախարար Վահան Գոստանյան։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Էրդողան Փաշինյանը ընդունեց Դոլմաբահչեի բալադին իր գրասենյակի մեջ։ Ձանոթ է, որ Դոլմաբահչեն կառուցված է հայ ջարդարաբետներ Գարաբետ եւ Նիկողոս Բալյաններու կողմէ։ Հանդիպման ընթացքին Էրդողան եւ Փաշինյան քննարկեցին Հայաստան-Թուրքիա հարաբերություններուն ղեկավարման ընթացքը, ընդգծեցին շինիչ երկխոսության շարունակության եւ հստակ արդյունքներու հասնելու կարեւորությունը։ Անդրադարձ կատարվեցավ նաեւ շրջանային իրադարձություններուն եւ այդ ձիրին մեջ երկկողմ համագործակցության գարելի ուղղություններուն։ Փաշինյան ընդգծեց Երևանի իշխանություններուն հավատարմությունը շրջանին մեջ խաղաղության եւ գայունության ապահովման հոլովույթին եւ շեշտեց թրացի պետություններու հետ հարաբերություններու ղեկավարման քաղաքականության շարունակության իր հանձնառությունը։ Էրդողան եւ Փաշինյան վերահաստատեցին պատրաստակամությունը շարունակելու ուղիղ գաբերն ու երկխոսությունը։ Միտքեր փոխանակվեցան Հայաստան-Ադրբեջան խաղաղության հոլովույթին, ինչպես նաեւ Երևանի իշխանություններուն խաղաղության խաչմերուկ նախագծին շուրջ։ Մինչ Փաշինյան Բոլսո մեջ դեսակցություն կունենար Էրդողանի հետ, Երևանի, ինչպես նաեւ դարբեր մարզերու մեջ ընթաց կառներ դաշնակցականներու դեմ լայնածիր արշավը, որուն ընթացքին Գոդայքի, Դավուշի, Լորի եւ այլ մարզերու մեջ դաշնակցական մարզային պատասխանատուներ Պերման ենթարկվեցան եւ ցերպակալություններ կատարվեցան։ Ինչպես նաեւ կատարվեցան բնակարաններու եւ գրասենյակներու խուզարկություններ, այն բաժարապանությամբ թե ոստիկանությունը ստացած է տեղեկություններ, ըստ որոնց Հայաստանի տարածքին հասարակական գարկի խախտման արարքներ կծրագրվին։ Այս արշավեն անմասն չմնացին նահատակ հերոսներու հայրեր, սրբազան բայկարի աջակիցներ եւ արցախցիներ։ Դաշիր գրուպի սեփականատեր բարերար Սամվել Գարաբեդյան ցերպակալվեցավ եւ ապա 2 ամիսով գալանավորվեցավ։ Անոր բնակարանը խուզարկվեցավ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներուն կողմէ։ Գարաբեդյանի ցերպակալութենեն եւ բնակարանին խուզարկութենեն գարջ ժամանակ առաջ հագատարցելով Գարաբեդյանի մեկ զրույցին վարչապետ Նիկոլ Փաշինյան հրաբարագավ սպառնաց Գարաբեդյանի անբացշաճ պարամետրկովը։ Սամվել Գարաբեդյան իր զորակցությունը հայտնած էր հայ առաքելական եկեղեցվո։ Ռուսական հպատակություն ունեցող Գարաբեդյանի մեղադրանք առաջադրվեցավ իշխանությունը բռնակրավելու հրաբարագային գոչի հոդվածով։ Սամվել Գարաբեդյանի ցերպակալությունը եւ ապա 2 ամիսով գալանավորումը փուրն դատաբարդանքի եւ քննադատության ալիք մբարձացուց հայկական եւ միջազգային շրջանակներու մեջ։ Ռուսիո նախագահի բամբերը եւ արտաքին գործոս նախարարության բամբերը հաստատեցին, որ Մոսկվա անհրաժեշտ աջակցությունը պիտի ցուցաբերե Սամվել Գարաբեդյանի, որ ռուսահպատակ է։ Փաշինյանի կողմէ Սամվել Գարաբեդյանի դեմ շղթայազերծված արշավին զոհ գնաց ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյան, որ պաշտոնազրկվեցավ, որովհետև չէր ենթարկված Գարաբեդյանը ցերպակալելու Փաշինյանի հրամանին։ Փաշինյան խորհրդարանի մեջ հայտարարեց, որ ժամանակը հասած էր, որ Աբազյան քիչ մը հանգստանա, բայց եւ այնպես Սամվել Գարաբեդյանի գալանավորումեն քանի ժամ առաջ Աբազյանի պաշտոնանկությունը մեծ հարցականներ կգծեր այս քայլին շարժարիտներուն շուրջ։ Աբազյան ազգային անվտանգության ծառայության 5-րդ տնօրենն է, որ Փաշինյանի կառավարության օրով կպաշտոնազրկվի։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ թե Արցախը գործընծուցածենք, այլ կդածենք Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ժողովին մեջ անցյալ տարվան պետական բյուջեին կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքին իր ամփոփիչ ելույթին
Փաշինյան հայտարարեց, որ այս եզրակացության հանգած է երկար ժամանակ մտածել է ետք։ Ըստ Փաշինյանի, Արցախը իբրև միջոց գործածված է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը իբրև անկախ եւ քերիշխան պետություն չկայանա։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունները, որոնց շարքին է ՀՕԻՏ խմբակցությունը, հայտարարեցին, որ ցարտ կարելի չէ եղած ընտրել Արցախի Հանրապետության նոր նախագահը Արցախի դեմ գործադրված ադրբեջանական հարձակման եւ Երևանի իշխանություններուն դիրքորոշումներուն պատճառով։ Այլ պատճառ մնե շրջանին ապահովական իրավիճակը եւ անգետ փոխող մարտահրավերները եւ սպառնալիքները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև նոր նախապայման հաստատեց խաղաղության համաձայնագրին ըստորագրության համար։ Մարդու իրավունքներու պաշտպաններու միջազգային խորհրդաժողովին ընթացքին Ալիև հայտարարեց, որ ադրբեջանցիներուն Հայաստան վերադարձը շրջանի մեջ խաղաղության հաստատման, հաշտության եւ մարդու իրավունքներու պաշտպանության կարեւորագույն նախապայմանն է։ Ան նաեւ շեշտեց, որ Հայաստան բարդավոր է հարգել իրենց նախնիներուն հողերը վերադառնալու ադրբեջանցիներուն իրավունքը։ Ըստ Ադրբեջանի նախագահին, ադրբեջանցիներուն իրենց հայրենիք ապահով եւ խաղաղ վերադարձը արդարության պահանջ է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Թուրքիո մեջ հայտարարեց, որ իր եղբոր Էրդողանի հետ ուսի դված են Ղարաբաղի հարցով։ Էրդողան իր գարկին շեշտեց, որ ազատագրված տարածքներում մեջ վերականգնման եւ շինարարության հոլովույթը արագորեն կշարունակվի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հաստատմամբ այդ աշխատանքները ավելի արագ կընթանան։ Անմաղթեց, որ Թուրքիա-Ադրբեջան միասնությունը հավերժ լա։ Դեղին է նշել, որ Ալիև Թուրքիա այցելեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելութենեն մեկ օր առաջ։ Ազգային ժողովը թեմ կվեարկեց զինվորական ծառայությունները խուսափելու համար գումար վճարելու օրենքի նախագիծին, որուն հեղինակն ալ դարօրինակորեն թեմ կվեարկեց իր իսկ հեղինակած նախագիծին։ Ասիկային բացառիկ բարականերեն է, երբ ընդդիմությունն ու մեծամասնությունը համագործիկ են հարցի շուրջ։ Նախապես խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնախումբը ժխտական եզրակացություն տված էր նախագիծին, իսկ հեղինակը քաղաքացիական պայմանագրի պատգամավորներն Հայկ Սարգսյան հայտարարած էր, որ օրենքի նախագիծը խորհրդարան պիտի տանի զայն վավերացնելու նպատակով, սակայն ազգային ժողովին մեջ հայտարարեց, որ ինք եւս թեմ պիտի կվեարկե օրենքի նախագիծին։ Ռուսիա արտաքին գործոց նախարարության պամպեր Մարիա Զախարովա հագադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարեց, որ Հայաստան չի կրնար միաժամանակ անդամակցիլ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության։ Զախարովը նշեց, որ Եվրասիական համարգում են Հայաստանի ստացած օգուտները համեմատելի չեն Բրյուսելի անհիմն խոստումներուն հետ։ Անսավ, որ խոսք նույնիսկ տեխնատուի գարկավիճակի մասին չէ, հարց տալով, որ Եվրոպական միություն արդյոք իսկապես կսպասե Հայաստանը, թե կցանկա զայն օգտագործել իբրև աշխարհակաղակական հարմար գործիքմա։ Զախարովը նաև հայտարարեց, որ անհրաժեշտ աջակցությունը պիտի ցուցաբերվի գանանավորված Սամուել Ղարաբեդյանի, իբրև Ռուսիա քաղաքացի եւ գործարար։ Հայտարարի գետնական խորհուրդը խոր մտահոգություն հայտնեց շրջանային լարվածության պայմաններում մեջ Ադրբեջանի կողմէ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ օրեօր աճող սպառնալիքներու առնչությամբ։ Խորհուրդը նշեց, որ Ադրբեջան նպատակ ունի վերահսկողություն սահմանելու ռազմավարական տարածքներու վրա շրջանային հաղորդակցության անվան տակ։ Այս դիրի մեջ Զանգեզուրի միջանցքի գեղձ հիմնավորմամբ Հայաստանի ովևէ տարածքի գրավման փորձ պիտի հանդիսանա միջազգային օրենքի խախտում։ Խորհուրդը թիմելով միջազգային ընտանիքին եւ գազམ་ագերբություններուն բանջեց կանխարգելել Ադրբեջանի կողմէ
միջազգային դակնապներ շահագործելու որևէ փորձ Հայաստանի նկատմամբ իր դարածքային հավակնությունները իրականացնելու նպատակով։ Խորհուրդը նաև գոչրավ Հայաստանի բարեկամբերություններուն վերահաստատելու իրենց հանձնառությունը Հայաստանի պետության ինքնիշխանության եւ հողային ամբողջականության երաշխավորելով ապահովության միջոցառումներ, դիվանագիտական լուծումներ եւ ռազմավարական գործընկերություն։ Ինչ կվերապերի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի լուրերուն, ապա Համազգայինի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանային վարչության նախաձեռնությամբ հայ երաժշտական պարադոնը կայացավ 19-21 հունիսին Ֆիլադելֆիա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո մեջ։ Պարադոնին իրենց մասնակցությունը բերին Համազգայինի գերտնական վարչության ադենաբեդ, խմբավար, դուդուգահար եւ շվիահար Զաքար Քեշիշյան, Թավչուտագահար եւ Ղապան միջազգային երաժշտական պարադոնի գազմագերբիչ Սևակ Ավանեսյան, Տաշնագահար Սերուժ Կրաչյան եւ Չուտագահար Հրաչյա Ավանեսյան, ինչպես նաեւ ուդի վարպետ Արադինկյան։ Այժմ մեր զրուցակիցն է Համազգայինի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանային վարչության անդամ դոկտոր Ալին Բաղդասարյանը։ Ալին, բարև։ Բարև։ Լավ։ Ինչի եւ ինչպես եղացակ հայ երաժշտական պարադոնին այս խաղապարը։ Մեր վերջին անդամական ընդհանուր ժողովեն բխած փանացներ կար, որ հանձնարարեր, որ այս գազմը շրջանային վարչությունը ուսումնասիրե երաժշտանոցիմը գարելիությունը մեր արևելյան շրջանին մեջ։ Մենք մտածելով, որ շրջանը բավական տարածուն է, ինչպես գիտեք հյուսիսային արևելյան շրջանը Նյու Յորք, Բոստոն, մինչև հարավ Դիթրոյթ, Շիկագո եւ այլն, դժվար պիտի լա մեկ երաժշտանոցիմը թրությունը ստեղծելը առաջին հանգրվանի պրև, մտածեցինք այսպիսի ծրագիր ստեղծել, ուր թե գուսումնասիրենք հետաքրքրությունը եւ դարբեր կարելիությունները, միևնույն ժամանակ պարադոնի մթնոլորտը ստեղծելով մեր գրծեր երաժիշտները կմիացնենք փորձարու եւ հրճագավոր երաժիշտներուն, այսպես թե ներշնչումը ստեղծելով եւ թե հայ երաժշտությունը ասոնց կյանքեն ներս ավելի վառ եւ արթուն բահելով։ Ալին, այս երաժշտական պարադոնին հիմնական նպատակները ինչ են։ Խորքի մեջ երկու հիմնական նպատակ ունենք։ Առաջինը գրեթե հստակ այդ իմաստով, որ գրծեր երաժիշտները, որոնք իրենց ամենօրյա կյանքերում մեջ մեր երեխաները դպրոց կհաջախեն, տաշնակ կսորվին նվագել, չուտակ եւ այլն տարբեր գործիքներ անձնական ուսուցիչով թե pedagogan ծրագրերներս, անոնք բերել եւ այդ իրենց սորվածները հայ երաժշտության գաբել, ներշնչվելով մեր վաստակավոր երաժիշտներեն, օրինակ Սևակ Ավանեսյանը, Հրաչյա Ավանեսյանը, Սերուժ Կրաչյանը, Զաքար Քեշիշյանը։ Այս պարադոնին այսոնք են մեզի հետ մասնակցող երաժիշտները։ Բայց երկրորդ եւ ոչ պակաս կարեւոր նպատակը նաեւ գա, այն ալ համազգայինի ընտանիքի շուրջ համախմբել մեր քաղուտը։ Մամաները, բաբաները, ընկերները, մեծ մամաները եւ այլն, որքան եւ քեֆի մթնոլորտը ստեղծվի հայ մշակույթի եւ հայ երաժշտության շուրջ շաբաթավերցներ անցնելով։ Շատ լավ, շնորհակալություն քեզի, մեր զրուցակիցն է դոկտոր Ալին Բաղդասարյանը, Համազգայինի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանային վարչության անդամ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի ակնթիներ, այժմ մեր զրուցակիցն է խմբավար եւ երաժիշտ Մայեստրո Զաքար Քեշիշյանը, որ Համազգայինի գերտնական վարչության ադենաբեդն է։ Բարև Զաքար։ Ազատ բարի։ Այս ընտրանիկ երաժշտական պարադոնը ինչպես կծառայե Համազգայինի առաքելության։ Համազգայինի առաքելությունը 96 տարիների ի վեր կմնա նույնը։ Ծառայել հայ մշակույթի, հայ գրթության, հայ դպրության զարգացման, մշակման, դարածման եւ նորահաս սերունդները իրենց ազգային արմատներուն հետ առնչելուն իբրև հայաբահբան առաքելություն, իբրև հայտարարի ճանապարհին կարևոր գործնական եւ ուղենշային վիճակ։ Ավասիկ
Կանի մտածնյակ պատանիներ եկան ամեն օր երորյակը իրար հետ ապրեցան, նվակեցին, երկեցին, նոր երկեր սորվեցան, իրենց համար հատուկ մշակումներ եղան, առնչվեցան անվանի արհեստավար երաժիշտներու հետ եւ վստահաբար այս մեկը իրենց համար հիշարժան պիտի մնա եւ անոնք նաեւ լսեցին արհեստավար երաժիշտներու 4 երաժիշտներու համերգը ոգևորվեցան եւ իրենց համար դերևս գրծանք դառնալ իդեալը, որում իրենք եւս պետք է ցկտին։ Եվ այսպիսի փառատոնը, եթե գեղեցիկ այս սկիզբով շարունակություն ունենա, վերածվի ամենամյայի, վստահաբար միլիցարայի իր նպատակին հարաճուն վերել արձանագրե եւ առաջիկա դարիներուն առաջին դարվա փորձառության հիման վրա շատ ավելի պիտի զարգանա եւ բարգավաճ։ Շատ լավ, ուրեմն մեր զրուցակիցներ համասկայնի գետնական վարչության ադենաբեդ, խմբավար եւ երաժիշտ մայստրո Զաքար Քեշիշյանը։ Շնորհակալություն քեզի։ Նմանապես, շնորհակալ եմ։ Իսկ այժմ հարկելի ագընտիրներ մեր զրուցակիցը պիտի լա հարազանոտ տավչուտագահար եւ գաբան երաժշտական պարադորնի նախացերնող դնորեն Սևակ Ավանեսյանը։ Բարև Սևակ։ Եվդես։ Ինչպես կտեսնես այս նախաձեռնության ավական եւ անոր կարեւորությունը հատկապես սպիրկի մեջ։ Ես ուղղակի խենթացած եմ այս նախաձեռնությունից եւ երեխաներին եւ այստեղի հայերին տեսնելով երաժշտության մշակույթի եկեղեցու հայ ազգի շուրջ հավաքվելը շատ կարեւոր է։ Միգուցե ինչ որ չափով կապանի նախաձեռնությունը շատ-շատերին ոգևորեց, որ տեսնեն, որ սա հնարավոր է եւ ուրախ եմ, որ այս հիասքանչ գաղափարի մասնակից եմ եւ վստահ եմ, որ սա դեռ սկիզբն է։ Շատ լավ։ Իսկ կարևորություն ունի նման երաժշտական պարադոնիմը շարունակականությունը։ Այո, դա ամենակարևորն է։ Այս մի քանի օրը ես գտնում եմ մենք մի քանի հայերով եւ փոքրիկներով կարողացանք տնկել մեկ ծառ, մշակույթային ծառ, որը պետք է անընդհատ ջրել, անընդհատ հետևել եւ սпасել մինչեւ պտուղ տա, այնուհետև մենք երաժիշտներով ասում ենք ծառը բացի նրանից, որ պտուղ է տալիս եւ մեկ օր այդ փայտը դառնում է ջութակ եւ հարյուրավոր տարիներ ապրում եւ այնպիսի բան ենք մենք սկսել իմ կարծիքով, որ հետեւողական լինելու դեպքում տասնյակ եւ ինչու՞ չէ հարյուրավոր տարիներ պետքա դա լինի, որ հայերը հավաքվեն աշխարհի տարբեր վայրերում եւ ունենան երաժշտական փառատոն։ Շատ լավ, ուրեմն մեր ագընտիրներուն գուզեի հիշեցնել, որ մեր զրուցակիցներ Հարազանոտ տավչուտագահար եւ գաբան երաժշտական պարադոնի նախաձեռնող դնորեն Սևակ Ավանեսյանը։ Շնորհակալություն քեզի Սևակ։ Ես եմ շնորհակալ։ Հարկելի ագընտիրներ երաժշտական պարադոնին շուրջ մեր հարցազրույցին վերջին զրուցակիցը պիտի լա Հարազանոտ մենակադար ճուտագահար եւ մրցանակագիր մենուհին մրցույթի Հրաչյա Ավանեսյանը։ Բարև Հրաչ։ Բարև ձեզ։ Լավ։ Ինչ է ձեր տպավորությունը այս նախաձեռնության մասին։ Ինչպես տպավորվեցաք։ Շատ պոզիտիվ, որովհետև դե ամենտեղ գիտեք որտեղ որ գնում եմ ես ամենտեղ հայ համայնքի հետ շփվում եմ եւ արդեն շատ լավ գիտեի Ամերիկայի եւ նաեւ Կանադայի հայ համայնքին տարիներ առաջ, բայց առաջի անգամ եմ որ Ֆիլադելֆիայում եմ եւ այստեղի համայնքի գործունեությունը դեռ այդքան մոտիկից ծանոթ չէի եւ շատ ուրախացա տեսնելով որ ինչ ջանք է ներդրվում երեխաներին հայերեն սովորեցնել, հայ երաժշտության հետ ծանոթացնել փոքր ժամանակից եւ տարբեր երեխաներ նվագում են տարբեր գործիքներով, դասական, կան որ նվագում են շվի, կան որ նվագում են դաշնամուր կամ ջութակ, բայց բոլորը նվագում են անպայման գոնեմի հայկական երաժշտություն կոմիտասը այսօր ժենստոր պարապում ենք Քելեքելե եւ Շողերջանը փոքրիկների հետ եւ այդ ամեն ինչը փոքր տարիքից ներծուցվել մարդու հոգում եւ ուղեղում ամենակարևոր դերն է խաղում մարդու կազմավորվելու ընթացքին
Եվ շատ ուրախ եմ, որովհետև ինչպես ասացի, Ֆրանսիայի եւ Բելգիայի հայ համայնքներին գիտեմ, որոնք նմանատիպ աշխատանք են անում։ Նույնիսկ Ճապոնիայում, Տոկիոյում ես ծանոթացա հայ համայնքի հետ, որոնք իրենց ձևով են անում եւ ամեն անգամ ուրիշ աշխարհ ընկած լինեմ ու շատ տպավորիչ է եւ շատ կարեւոր է մեր ազգի համար։ Այո, շնորհակալություն քեզի Հրաչ Ավանեսյան, հռչակավոր մենակատար ճուտակահար եւ մրցանակակիր Մենուհին մրցույթի։ Շնորհակալություն քեզի։ Ակալություն ձեզ։ Հարգելի ակնթիներ, այսօրվան համար այսքան, քաշ շաբաթ նոր լրատվությամբ կհանդիպինք։ Ցտեսություն։